Լավ, գուր եղբայրներ։ Այս 2-3 շաբաթը եթե գիշեք գխոսեինք նյութի մասին, հիշեցնեմ նյութը, փոքր մեղքեր, մեծ հետևանքներ։ Փոքր մեղքեր, որ գբերե մեծ հետևանքներ։ Այսօր մասին Դավիթ եղբայրը սկսավ, եթե գիշեք, Սողոմոնի օրինակ առնելով, Սողոմոն Աստծո մարդ էր, բայց գմած շեղվեցավ եւ շատ վատ վերջավորություն ունեցավ։ Փոքր մեղքեր, մեծ հետևանքներ, գուր եղբայրներ, փոքր մեր բաց թողումները մեզի շատ ձուր դեղեր կտանեն։ Փոքր թեթև մեղքերու թույլատվությունը կոմեջ շատ մեծ դեղեր կտանի։ Ուրեմն չգա մեղքին փոքրը եւ մեծը, բայց երբեմն մենք կգարձենք, որ այս ալ խնդիր չի։ Մենք կփոքրացնենք մեղքը եւ կամ մենք կզարդարենք մեղքը մեր գլուխին համաձայն։ Բայց եղբայրներ, օրինակ դամ ցեզի, երբ որ օտանավը պիտի ելնե Նյու Յորքեն Փարիզ գալու համար։ Երբ որ Նյու Յորքեն գելնե ուղղություն գտնե մի ուղղության վրա, եթե այդ ուղղութենն մեկ աստիճան դգրե շեղվի, մեկ դգրե, որ օտանավի համար ոչինչ է, օտանավը ընդհանրապես 1-2 դգրե աճախ կերտային զիգ պիշտկե, բայց եթե մեկ դգրե շեղվի Նյու Յորքեն եւ շեղված բահե, ինք Փարիզ չի հասնի, ինք հասնի Աթենք։ Մեկ դգրե, եւ եթե անոնք ոքիչ աշխարհակրթությունը գիտեն, ուր է Աթենքը, ուր է Փարիզը, հեռավորությունը շատ է։ Մեկ դգրե, որ ոչինչ է։ Օտաչուի համար մեկ դղե շտկելը խնդիր չէ, բայց հարցը է, որ այդ մեկ աստիճանը եթե ինքը իր տեղը չի տվավ, շիտակ ժամանակին հետևանքը շատ վատ է։ Գուր եղբայրներ, փոքր մեղքերը մեծ հետևանքներ պիտի ունենան։ Սողոմոն օրինակ, ես մի քանի օրինակներ գրեցի այստեղ, իրար հետ խոսեցանք անցյալ գիրակի, շատեր խոսեցան, վկայեցին 5 շաբթի օրը մեր Zoom-ային այս թեմայով խոսեցանք, շատեր վկայեցին եւ շատ հոյակապ մտքեր եկան։ Ես օրինակներ գրած էի իմ համար, ասելով այս օրինակը նայր, այս օրինակը նայր, եւ սկսա այդ օրինակները գրել, գիրակի օրը ցեզ օրինակները դամ, բայց եթե որ առաջին օրինակի մասին սկսա մտածել, ասեցի չեմ կարող վրայից անցնել։ Դանդում եք մի օրինակի վրա այսօր։ Հաջորդ օրինակը Դավիթի օրինակն է։ Դավիթ թագավորի օրինակը, որ բաղմությունը բոլորս ճիշտ է շատ գիտենք։ 4-րդ թագավորացին մեջ կգտնվի, համար 11, գլուխ 11։ Եթե սուբ գիրք ունիք լավ բանակ, քանի որ 11 եւ 12-ում պիտի գարտամ արագ ցեվով, այս վրային անցնելով, բարձրապես բաղմությունը ցեզի հիշեցնել։ Alors, 2 Samuel, chapitre 11։ 4-րդ թագավորած ֆրանսերենը, 2-րդ թագավոր, հայերենը 2-րդ թագավորած ֆրանսերենը 2 Samuel։ 2-րդ թագավորած 10։ 2-րդ թագավորած 4-րդը սի գներեք, 2-րդ թագավորած շատ գներեք, 2-րդ թագավորած գիրքը համար գլուխ 11-ն սկսյալ։ Ուրեմն հավասիկ, ես ուրեմն պիտի փորձեմ համարներ այսպես վրային անցնել շատ արագ, որ բացմությունը մի հատ բոլորովին հասկանանք եւ հետո խոսանք։ Եվ երկար չի, այո, գլուխ 11, 11 verset 1։ Հետևյալ դարին թագավորներուն բادرազմի ելնելու դարիներ։ Թագավորները բادرազմ պիտի երթային, Դավիթ ձարաներուն եւ բոլոր Իսրայելը ղրգեց, բայց Դավիթ Երուսաղեմ մնաց։ Բادرազմի օրներ թագավորը պետք է երթար բادرազմելու եւ հավասիկ թագավորը մնաց, չգնաց բادرազմի, մնաց Երուսաղեմ։ Համար 2 Օրմը իրիգուան թեմ Դավիթ անգորինն ելնելով բալադին դանիքին վրա գպտդեր։ Իր ընկերները բادرազմի մեջ են, ինք գպտդի։ Եկեղեցի միապանությունը շատ կարևոր է։ Շատեր գպտդերազմին ուրիշներ հանկից տելևիզիոն գտին։ Այդպես մարդիկը խնդրեմ ունենան։ Մեկ գնում եմ առաջ։ Ինք գպտդեր դանիքը եւ հոն դին մտեսավ, որ գլվածվեր։ Ուրեմն հերվեն գտեստա գինը։ Այդ կինը տեսնելով
տեսավ թե շատ գեղեցիկ էր եւ Դավիթ մարդ խրգեց ու այն գնոջ համար հարցուց ասելով այս գինը ով է եւ չորրորդ համար պատերազմով խրգեց Զանիգա գամչեց երբ գինը անոր եկավ Դավիթ անոր հետ բարգեցավ հանգիստ Դավիթ մարգարետակավոր հանգիստ ինչպես հիմա հանգիստ մեկը մեկումը գտեսնե աչ կնե եւ իր հետ կբարգի նորմալ է ֆրանսիացի համար նորմալ է անհավատի համար նորմալ է այս աշխարհի համար նորմալ է սիրահարվիր եւ ինչ ուզում ես արա օքեյ բայց Դավիթը պետք չէր այդ բանը աներ Դավիթը Աստծո մարդ էր Դավիթը պատերազմի պետք էր դար Դավիթը հոգևոր պայքարի մեջ պետք էր դար Դավիթը ինչ նպատակ ուներ Աստված ծառայելու բայց գեղեցիկ կին տեսավ շեղվեցավ մեկ աչքը տեսավ եւ շեղվեցավ համար 5 դինը հղացավ Դա լաստուց մե չմոռնաք եւ Դավիթ համարվեց ղրգեց Ուրիայի ինձի բերեք ասավ Ուրիան իր ամուսինն է Եվ Ուրիան, որ բادرազմի տաշտին մեջներ, գինը դունն է, Ուրիան բادرազմի տաշտին մեջ, ինչ որ Դավիթը ինքը պետք է էր, Ուրիան գնոջ ամուսինը, բادرազմի մեջ, որում գծարայ է, իր երկրին, թագավորին, գծարայ է։ Եվ Դավիթ ասավ, կանչեցեք ամուսինին, խելացի է Դավիթը, բայց չարաչար գործած է իր խելացությունը։ Եվ գսե Ուրիային, Ուրիա, դունդ կնա։ Դունդ իչիր և ոտկերդ լվա, ասել է մդիր ներս և լվացվի և գնոջդ հետ եղի մի խոսքով։ Էդ գսե։ Կանի որ գսե դու բادرազմի տաշտի մեջ ես, դու աշխապ ժամանակի կբայքարիս, արի քեզի փարիկություն ունեմ, իպր թե, գնա գնոջդ հետ, ուզում է իր մեղ կպագել, խելացի է, հասկանում եք ժողովուրդ, բացեն կխոսիմ եմ սուպկիր կբացեն կխոսիմ, ես հարցը։ Ուրիա իր դիրոջը բոլոր ծառաներուն հետ բալադին թուրը բարգեցավ և իր դունը չիչավ։ Ուրիան արխելացի էր։ Այստեղ հարց, արդյոք Ուրիա մի բան հասկացել էր։ Հարց։ Եվ Դավիթ պատմեցին, Դավիթ նորեն կանչեց Ուրիային, մեմի ևս, դու ջամփայե չես եկեր, ով Ուրիա, ինչու համար քու դունը չես իջներ։ Եվ Ուրիային պատասխանը, ով Դավիթ թագավոր, դաբանագը և Իսրայելի ու հութան վրաններուն մեջ կնստին և իմ դերս հովապն ու իմ բոլոր դիրոջ ծառաները բաց տաշտի մեջ կպնագին, ես ուդելու և խմելու և գնոջս հետ բարգելու համար իմ դունս ինչու երթամ։ Իմ բարեկամներս կբայքարին, ես ինչու երթամ հանգստանալու։ Պատերազմի մեջ ենք, Աստծո դաբանագը պատերազմի տաշտի մեջ է, ես ինչու երթամ հանգստանամ, ով թագավոր։ Խելացի էր Ուրիան, բայց մյուս կողմեն Ուրիան նաև ժողովուրդը սիրող էր, իր ժողովուրդը սիրող էր։ Ուրիան իր զինանիցներուն գողքին էր։ Ուրիան մեկն էր, որ իր պատերազմող եղբայր քույրերուն հետ ուզեր մնալ։ Երանի Ուրիայի նման մի քիչ մարդ ավելի լիներ եկեղեցիներուն մեջ, որ կպայքարին դիրոջը դան մեջ և ինչ որը լա չեն թողնի իրենց ընկերներուն տաշտի մեջ, պայքարի տաշտի մեջ, աղոթքի տաշտի մեջ, ծառայության տաշտի մեջ և այլն և այլն։ Հասկանում եք, չէ՞։ Շատ բաներ կսորեն գստել։ Ուրեմն համար 13 Դավիթ հրավիրեց Զանիգա Ուրիային և անոր առջև գերավ, խմեց ու Դավիթ Զանիգա քինով ցուց։ Ժողովուրդ,
Երկու անգամ գսե գնադունդ, մարդը չեր տար, գսե արի մատ հարպեցնեմ ես մարդը։ Ժողովուրդ, կինով ցույց։ Վալա կինովնալին մեղքուր է։ Ահա ինչ է կինովնալի մեղքը։ Կինով ցույց, որ Դավիթ իուզածը անի Ուրիային։ Կինով ցույց, որ Ուրիան քլուխը չկործած է։ Էս սատանայի կորձ է։ Եվ որ մեկը կինովցած է, հարպեցած է, աչը ծախեն չի մանր։ Սատանան ուզածը գնե։ Եվ այդպես ալ գտեսնեն գրիվներ երբեմն կամ ուրիշ հարցեր ուրիշ տեղեր։ Դավիթ կինովցուց, որ իր ուզածը անի, սատանայի կորձ է։ Կինովցնեն, որ ուզածը դե։ Հալելույա։ Չխմեք։ Մի հարպետանք ավելի շտագը։ Վտանգ կա այդտեղ։ Հիմա համար 15 տեսավ, որ Ուրիան մնաց հավատարիմ իր բանակին եւ ահա վասիկ Դավիթ ինչ կսե նամակ ղրգեց բանակ Ուրիային խիստ սաստիկ պատերազմի մեջ դրեք ու դուք ետ կաշվեցեք որբեսի զառնվի եւ մեռնի Դավիթ նամակ կգրե Ուրիային դարեք բանակին առաջին քիծը թող մեռնի Հիմա մարդասպանության հասավ։ Որտեղից սկսավ։ Մեկ նայվածքից։ Եվ Ուրիային ցերկը դվավ ասած ինպես այո։ Ուրիանը լա չի կարդում։ Ուրիան ինչ հավատարիմ մարդ է եղբայր։ Ինչ հավատարմություն գսորվեցել է ինձ քեզ մեզ։ Քիչ մառչև բավական երբ որ երթանք համար 25 Այնադեն Դավիթին բատկամավորներ բերին, այս բանը քու աչքերուդ քեզ չերևնա, կանզի սուրը երբեմն ասիգա գուդե եւ անիգա գուդե գսե Դավիթը, սպանեցին մեկ խոսքով եւ քանի որ սպանեցին զինվորները խանգարվեցան ասին մենք ոնց ասենք Դավիթին, որ այդտեղի ժողովուրդը բանին բարիսպին արչև գնացել են, Դավիթ պիտ բարգանա ասելով ինչու միջև այդտեղ դարիք, այդտեղ հովապը գսե ասեք որ Ուրիան մերավ Մեկ խոսքով Ուրիային առաջ տանելու համար ուրիշներուն առաջ տարին։ Եվ այդտեղ շատ էր մերան Ուրիայի պատճառով։ Եվ երբ որ գուքա Դավիթին գսեն Դավիթ քիծավ հասկացավ ինք չի բարգանար գսե ինչ ենք գսե պատերազմ է օրմեն ասպիդի մերնի օրմեն են բիտ մերնի գեղձավորություն սկսա մնել։ Ժողովուրդ փոքր մեղքը մեծ հետևանքներ ունի։ Չես կարող փագես։ Հետևում ենք Հալելույա Եվ ահավասիկ երբ մերավ Ուրիան Դավիթ գինը իր կովարավ համար 27-ին վերջին համարը բարերը նայեցեք ինչ կսե դերոջը աչքերուն քեշ երևցավ այս բոլորը ռացա դերոջը աչքերուն վատ երևցավ Հիմա Այս բանաներեն հետո շարունակենք գլուխ 12-ին մի քանի համարներ գարտանք սիրելիներ Մարգարեն գուքա եւ գսե որ դու մեղավոր ես դու ասրիր դու անրիր եւ նայեցեք ինչ կսե Ինչու համար դերոջը խոսքը անարգեցիր Անոր աչքերուն արջև չարություն անելով Ուրիային գինը քեզի գին արիր եւ զանիգա ամոյի որդիներուն սրովը սպանեցիր Ինչ չսպանեց, Դավիթը չգնաց չսպանեց, բայց հրաման գվավ։ Այս բոլոր անելով գսե Աստծո խոսքը անարգեցիր։ Աստված չէր ասած Դավիթին, որ այդ գնոջ չգտնես, բայց Աստված ասած էր շնություն չանես։ Ինքը այդ գնոջը գտնալով շնություն հրավ։ Աստծո խոսք անարգեց։ Աստված ընդհանուր խոսք տված էր։ Իր համար ճիշտ այդ խոսքը չէր։ Բայց Մարգարեն գուքա գսե դու Աստծո խոսքը անարգեցիր։ Հիմա ավելի վտանգավոր բաներ։ Համար 12 Թեև դու ծածկապար ըրիր, բայց ես այս բանը բոլոր Իսրայելին առջև եւ արեկագին առջև պիտի անեմ գսե դերը։ Գո ծածկապարը մեջտեղ պիտի անեմ։ Վաու։ Մի հատ ծածկապար մեղքերդ նայիր եւ բոլորին առջև գսե դերը։
ես պիտի անեմ։ Մենք Աստծուց մեջ չենք վախնար, բայց մարդուց մենք ամոչնանք շատ անգամ։ Չասես իրենց իմ մեղքը, բայց Աստված կսեի բոլորին արջը պիտի ցույց տամ դու ես։ Ցավալի։ Դավիթ Նաթանին ասավ, Տերոջը թեմ մեղք գործեցի, հասկացավ։ Okay։ Տերորդնի։ Բայց հասկանալով չի վերջանար։ Մեղքը հետևանք ունի։ Մեղքի ներումը հեշտ է, բայց հետևանքը անելը հեշտ չի։ Մեղքը գնա ներվիլ, բայց մեղքի թողած վերքը գրնա երկար տևել։ Մեղքը Աստված գրնա մարել ներել քեզ, բայց այդ մեղքի դեղը հետևանք ունի։ Դյուրությամբ չվերջանար, հեշտությամբ չանցնի, Աստված իմ դեր է, ներելով գներ է ամեն, բայց դեղ կա, պիտի վճարես։ Եվ այստեղ նայեցեք ուրիշ մեծ բան կպատահի, ավելի հոգևոր։ Նաթան Դավիթին ասավ, դեռնալ քու մեղքդ ներեց, նայեցեք ներեց, պիտի չմեռնիս։ Ամեն մեկ մեղքը պիտի մեռցներ, պիտի չմեռցնեմ քեզ, գսե, բայց։ Եվ որովհետև այս բանով Դերոջը թշնամիներուն հայոյություն ընելու առիթ տվիր, ասո մարքեզի ծնած դղան պիտի մեռնի։ Քու մեղքովդ Դերոջը թշնամիներուն առիթ տվիր։ Քու մեղքովդ դևերուն եւ սատանաներուն առիթ տվիր։ Աստված չի ընդունի այդ բանը։ Դու պիտի չմեռնիս, քանի որ դու ներողություն խնդրեցիր, բայց հետևանքը քո զավակը պիտի մեռնի։ Այդ զավակը որ դու այդ Բեթշեբային Ուրիայի գնոջմեն արիր, այդ զավակը չի ապրելու։ Պիտի մեռնի։ Քանի որ դու ամծուցիր ինձ կսե դերը սատանայի առջև։ Մեր մեղքը փոքր չի այնքանալ։ Հալելույա։ Ժողովուրդ, մենք արիտներ կուտանք երբեմն, մենք մեզ կգարձենք երբեմն այս կամ այն, ժողովուրդ, ես քեզ ասեմ, չես կնար փախիլ Աստուծո արդարութենեն։ Ներողություն կխնդրես դերը գները, բայց հետևանքը գա։ Եվ եթե լավ քիչ մտեր կշարունակենք, պատմությունը կտեսնենք, որ Դավիթը իր ամբողջ կյանքին մեջ ցավ եւ տառապանք քաշեց։ Նախ իր դղան մեռավ։ Հետո իր մյուս տղան իր թեմը ելավ։ Հետո իր մյուս տղան իր մյուս աղջիկին հետ կեղտոտություն արավ։ Մեղքը մտեր ընտանիքին մեջ ժողովուրդ։ Եվ հետո այդ պատճառով Դավիթը իր կահեն փախավ իր տղան, իր թեմը ելավ իրեն փախավ գնաց, թողեց իր կահը իր տակավորությունը։ Դավիթը ինչու՞, քանի որ այստեղ դերասավ դու ամծուցիր ինձ դաշնամիներու դիմաց։ Քուր եղբայրներ ես չէի ուզեր արագ անցնել, ուզեի քիչ մգանքնել ասոր վրա, մի քիչ մտածեինք։ Այս օրինակներն մեկն է։ Ուրիշ օրինակներ կան ասանք, փոքր մեղք մեծ հետևանք։ Եվ ես սկսա մտածել, ասեցի, եկեք մի քիչ երկու համար եւս Հիսուսին ասած խոսքերը գարտանք, Ղուգաս ուրեմն 8:12 եւ Ղուգաս 12:2, ուրեմն մեկը դալս եմ, Ղուգաս 8:17 ներողություն եւ Ղուգաս 12:2։ 8:17 գսե Վասնզի չգա ձաձուկ բան, որ պիտի չհայտնվի, լսեցեք, հետո կգրեք, չգա ձաձուկ բան, որ պիտի հայտնվի։ Ասել է, որ չգա ձաձուկ բան, որ պիտի չհայտնվի, եւ չգա քաղտուկ բան, որ պիտի չկիծվի ու Երևան չլե։ Քաղտնի փոքր քաղտնիկները ինչ ասված Աստվածա դու այս բանը որ կախնուտ տեղը ըրիր, քո բարադիտ մեկ անգյունին մեջ, քո կորձդ կատարեցիր ամբողջ Իսրայելը եւ միջև հիմա իր մասին խոսենք։ Հիսուս կսե չգա կախնուտ բան, որ պիտի չհայտնվի։ Ես կսեմ, որ մենք լուրջ տեսնենք մեր քաղտնի մեղքերը մեր բալատներուն մեջ։ Մեր բալատները մեր գլուխներն են, մեր սրդերն են, մեր սենյակներն են, մեր մինագությունն է, մեր ներսին բանը որ մեկ լուրջ ունի։ Դավիթը հանկիստ էր իր բալադին մեջ։ Մեկ իրեն բան չէր ասել, թակավորն է։ Ինչպես դու քու կյանքի թակավորն ես, մեկը քեզ չի հնարպամ ասել քո մեջ։ Դու կորոշես, ոնց ուզում ես կվա, այդպես կգարձենք։ Ոնց կուզենք, այնպես կորոշենք, բայց ոչ, բալադին մեջ թակավորը պատերազմի պետք է երթար։ Թակավորը իր ուզածը պիտի չներ, թակավորը ուներ Աստված, թակավորը ուներ մարգարե, ինքը իր ուզածը պիտի չներ։
Հաջորդ համարը գարտամ, եթե գուզեք։ Ուրեմն, ինչ կսե ես 12:2։ Վասնզի բանը չգա ձաձուկ, որ պիտի չհայտնվի եւ գաղտուկ, որ չկծվի, ուստի ինչ որ մութ տեղը ըսիկ, անիգա լույս տեղը պիտի լսվի։ Եվ այն, որ ներքին սենյակներուն մեջ ագանչի խոսեցակ, դանիքներուն վրա պիտի քարոզվի։ Վաու։ Ինչ որ քախնի տեղերը գխոսիս, քախնի, կոն քախնի, մեկը չգիտե, նա լույսը սքրե։ Ամեն մարդ կսե որ մը պիտի գիտնա։ Քանի որ քո օրածը չի դակ չի։ Քո քախնի մեղքերը, բահված մեղքերը։ Ամեն մարդ պիտի գիտնա, դանիքներուն վրա կոմ ասեմ պիտի խոսվի։ Վա, յորդ։ Փոքր մեղքը մեծ հետևանքներ ունի։ Դավիթին այս պատմությունը կոնե մենք այստեղ նայելով լուրջ գրնան գսել իր մեղքը ինչ էր Դավիթին։ Մեկ դեղում չէր։ Ուդեղից սկսավ պրոբլեմը մեկ նայվածք։ Մեր հատ տեսավ գին։ Այդ տեղից գնաց գործը։ Բուն մեղքը Դավիթին իր դեղում չէր։ Եվ երբ որ ես դեղում չեմ, ամեն տեսակ մեղք կուկա։ Դեղումը լալ ինչս էլ է, աղոտքի մեջ, եկեղեցի մեջ, դիրոջ տան մեջ, Աստծո խոսքին մեջ, քո ինքնության մեջ, Աստծո հետ հարաբերության մեջ։ Եվ այստեղ բոլորս շատերս, որ նույնիսկ այս վիճակի մեջ ենք, նույնիսկ այդ վիճակի մեջ մեղք կուկա։ Ինչի որ ես միշտ կաղոթեմ, ասել որ ես մեղք չունեմ։ Չէ, կուկա, նայված կգա, միտ կգա, բամը գլսեմ, բամը գուկա մտքիս մեջ, բամը գդեսնեմ, այո, բոլորս ան։ Բայց ես այդքան վերջ ուր եմ գնում, ինչ եմ անում։ Անգևերջ ինչ պիտի ըլլա իմ շարունակությունը։ Դավիթը շարունակեց, երբ որ լավ գարտանք գնայինք, երբ որ գսե դեսավ ցանգած։ Ինչ լավ գլարս ինձ ելար։ Ինչ լավ գլար։ Մտքին մեջ արդեն գնաց։ Գինը իր մոտ կանչել են առաջ, մտքի մեջ արդեն գնաց։ Մեղքը կործածել են առաջ, մտքի մեջ արդեն այդ մեղքին հետ ընկերություն ես անում։ Աստծո մասին խոսանք, դու երբ որ մեղքը թույլ գուտաս, որ այդ մեղքը Աստծո այդ բաց տողում այդ փոքր շեղումը հավատքի կյանքիդ մեջ, որ փոքր շեղում ունիս, այդ շեղումը շատ շուտ չէ շտներ, այդ շեղումը քեզի պիտի դանի շատ ավելի մեծ վտանգի մեջ։ Ժողովուրդ արելու այս բոլորից համար է խոսքը հուսամ։ Չկա մեկը կարծես որ գսե, չէ, ես այդ հարցի մեջ բանը։ Բոլորս էլ այս խնդրի մեջ ենք։ Փոքր շեղումը նայվածք, ցանկություն, հետո բերավ շնություն, շնությունից հետո գեղձավորություն, սեղան նստավ ուրյայն է, ժողովուրդ ջան, սեղան նստավ ամուսինին հետ, իրեն հետ գերագուր գերավ, ջանջի գերեսավ, միջադին քիվի ինչ արել, գեղձավորության մարմնացում, մեղքը գկործես և տեր գեղձավորություն գնես, իպր թե տուն չես, և հետո ստրատեգիա մտրեց, այդպես ռավ, որ իր մեղքը բահ է, որ մեկը չգիտնա, այդպես ռավ, որ իր մեղքը շրջաբադ է, որ մեկը չգիտնա, արդարացուց ինքը իրեն իպր թե, ինչ է մերցնողը, բادرազմի մեջ իրեն մերցուցին, հա, Դավիթ, որոն կխապես, Donc, բայեց, պաշտպանեց, ինքը իրեն արդարացուց, մեկը որ մեղքը կործե մեր մեջ, առաջին բանը որ գնենք, մենք մեզ գուզենք արդարացնել, մի արդարացրու, խոստովանի, մի ասա ես գիտեմ, ես իրավունք ունեմ, գիտես որ սխալ է, խոստովանի, քանի որ շարունակություն ավելի վատ տեղ մի տանի քեզ։ Եվ մեր մեջ շատեր կան, որոնք լավը սկսան, այսօր լավ չեն իրենց հավատքի վիճակի մեջ։ Ինչու՞, քանի որ իրենց մեղքը չեն ընդունիր, որ մեղք է։ Իրենք կարտարացնեն, այսպես է, այդպես է, իրենք իրենց պատճառներ գտան, որ իրենք լավ են, իրենք գիտեն, իրենք ասանք են, իրենք հանցավորը միշտ է, հանցավոր ուրիշն է, ինքը չէ։ Անոնք մարդիկ չեն գրնալ շարունակել, ժողովուրդ, Ղավասիկ Դավիթը սկսավ փագել իր մեղքը։ Եվ անգևերջը, երբ որ սկսավ ստրատեգիան բերել, ինչ եղավ, սպանեց։ Սպաննելն հետո ինչ եղավ, ժողովուրդ, Աստծո խոսքը եկավ։ Ինչ պատահեցավ իր կյանքի մեջ, սուկ, առաջինը, զավակը մեռավ։ Ինչ պատահեց իր կյանքի մեջ, իր զավակները իրար հետ կեղտոտություն ըրին։ Incest կսե ֆրանսերեն։
Չեմ գիտեր հայերենը ինչ է։ Բղձություն, եղբայրը կորոջը հետ։ Իր ընտանիքի մեջ։ Ինչու։ Քանի որ դու բերիր այդ բղձությունը քո կյանքիդ մեջ։ Նորմալ է որ այդտեղից պիտի գնաս։ Ինչ մեղքին որ մադդ կծնես այդ մեղքին հարվածը գլխիդ կգա։ Այդ տեսակի մեղքը գլխիդ կգա։ Մեգում ես այդ գտադաբարդես, անանք բամը գնես, որ ուրիշները քեզ դադաբարդեն։ Մեգում ես շնություն գնես, անանք գնես եւ քրված են այցեք դարձամ մի քիչ ծանր է ուրգս այդտեղը քու դանդ մեջ կսե ճարիք պիտի հանեմ Աստված կսե եւ քու աչքերուդ արջև լավ լսեցեք խոսքը Աստծո քու աչքերուդ արջև քու գիներդ պիտի առնեմ եւ զանոն քու թրացիիդ պիտի դամ եւ անիգա այս արեկագին արջև քու գիներուդ հետ պիտի բարգի ով գսե Աստված որուն Դավիթին ինչու շնության հետ խաղացած Դավիթ ջան Կոմպոտ սերունդը պիտի շարունակվի այդպես Ժողովուրդ ջան Աստված խաղալիք չէ փոքր մեղքերը մեծ հետևանքներ ունեն ինձ համար լուրջ է մենք հիմա այստեղ շնության մասին կխոսի բայց եկեք շնությունը մեկ կողմ տնենք մեր փոքր ուրիշ մեղքերի մասին խոսանք Հուսամ եւ վստահ եմ որ հուսամ Աստվածերուն է մեր մեջ այդպես Դավիթներ չլան շնության հետ կապված բայց շնության մասին չէ մի խոսքը քո կախնի մեղքերը Հատնայր որուն Հիսուս կսե որուն որ կախնի գխոսիս այսիկա բամպասանքն է օրինակ բամպասանք ինչ խոսեց արքեցի թե մի դառնա ժամանակի հարց է գտառնա գտա գլխի տկա չգա գսե կախնի բան որ պիտի չի երևնա պիտի երևնա օրմա ուրեմն կախնի մեղքերը կախնի խոսակցությունները կախնի մտքերը կախնի ինչպես եմ քո ներսի սպառնունքները ցանկությունները քուր եղբայր Եթե մի բան Աստծո հաճելի չէ, մի շարունակի։ Դավիթի նման մեղքը խոստովանի եւ կանգնի։ Ինչ կսեք Դավիթի ընկերները, որ այդտեղ կամ խորհրդադուները, որ բանադին մեջն էին, չեք կարծեր, որ ովևէ մեկը մտածեցին ասելով ախպեր Դավիթը շնություն է անում։ Մեզ ուղարկեց երթանք այդ կնոջը բերենք, ախպեր շնություն է անում։ Թերևս մյուսը ինչ ասավ, մյուսը ասավ մի խոսա, թակավորն է, ինչ ուզում է գանի։ Քույր եղբայր, քո կյանքի թակավորը ով է։ Եթե դու ես, դու քեզ իրավունք պիտի տաս քո մեղքերը կատարելու։ Ուզածդ կանես, եւ մեկը բան չի գնա ասել քեզ։ Քանի որ բոլորը դա այնքան մեղքեր գրնան կնել, որ մեկը տեղյակ չի։ Դու քո թակավոր ես, ուզածդ կնես, բայց եկեք թակավոր չլանք մեր կյանքին, որ գարենանք հանդիմանությունը ստանալ։ Այդ ընկերները, խորհրդադուները ինչու չկարողացան մի բան ասել, Դավիթ, ախպերս, եղբայրս, սիրելիս, շնություն է քո վրացած։ Եթե դերևս մեկը ասեր, դերևս կանտրատարնար։ Չեմ գիտեր, չսեր սուպ գիրքը։ Բայց ինքը մենակ չէր այդ տանիքին մեջ։ Եվ որ ասավ, կացեք աղջիկին բերեք, այդ որուն ասավ, այդ խորհրդադուներում։ Եվ մեկը ցանը չանեց, վախնալով, ասելով, թակավորն է բամը չսենք, թակավորը իշխանություն ունի։ Մեկ հատ ալգսեմ, քո կյանքի թակավորը ով է։ Եթե դու քեզ իշխանություն ես տալիս, վստահ սխալ ուղղություններով իշխանություն ալգնաս։ Մենք մեր թակավորը չենք։ Եթե վերստին ծնված ենք, Հիսուսն է մեր դերը։ Եվ եթե Հիսուսն է մեր դերը, եկավ ձուր միտք, դերը գսե, Սարգիս, խելոք մնա։ Եկավ ձուր պերան, դերը գսե, Սարգիս պերան պայի։ Եկավ ինչ գիտնամ մի բան, մեղք, Սարգիս։ Եվ որ արդի Սարգիս գսե բոլորս, դեր եվ որ մեր անունը գուդա ինչ կլանք, հուսամ, գտող տողան, չեմ ասեմ, որ չենք անում, գալիս է այդ մոմենտները, մի ասեք ոչ, հալելույա։ Գալիս են, բայց այդ ռոբեին սուրբ ոգի ցայնը եթե գա քո մեջ ասե հիպ ընե հոնե որ դիտես ստոպ դեր ներողություն Հիսուս ուրեմն որչափ սուրբ ոգին դեղ գտամ թակավոր չլանք մեր կյանքին մեր իշխանը չլանք մենք չլանք դա մարդը ոչ մենք ասեմ ցես Հիսուսի ոչխարներն ենք հալելույա
Դեռ մգա որ Հիսուս պետք է որ ինձ կանգնեցնի, պետք է որ ասի, ցանկո սպաս, դուրս միելեր ես ժամանիդ, որբեսի մեղքը ուրիշ զիբիլներ, կեղտոտություն, աղբեր չբերեն կարգիս մեջ։ Այսօր այս կանը բավարար է։ Կգարձեմ որ բավարար է ժողովուրդ։ Խոսեր եմ, գիտեմ որ խոսեր եմ Դավիթ ես այս մեղքի մասին երկար խոսեր ենք, բայց ես հիմա գուզեմ ցեզի այս խոսքից հետո մի հատ մտածենք ինչ կա իմ մեջս փոքր մեղք, որ գրնամ մեծնալ, եթե ուշադրություն չունեմ։ Հասկացաք հարցումս։ Ինչ կա իմ մեջ փոքր մեղք, մեղքը սրա Աստծո խոսքին հագարակ մի բան։ Ինչ որը լա։ Ինչ որը լա Աստծո խոսքին հագարակ մի բան։ Եթե չես գիտեր Աստծո խոսքը, արի քեզ բացատրենք։ Բայց Աստծո խոսքին հագարակ մի բան, ինչ կա իմ մեջ, որ եթե ուշադրություն չունեմ, գրնա ալլան։ Փարիզ երթալու դեղ, Հունաստան երթամ։ Մի խոսքով ձուր դեղ երթամ։ Այո, եւս եմ ասածի պես մայր ջան։ Մեղք մարմինին հաճելի է, գաղցր է։ Ժողովուրդ, եկեք չխաբենք մենք մեզ։ Մեղքը հաճելի ինչ որ գսեի։ Այդ որչափ Սուրբ Հոգիով մենք կքայլենք, այնքան այդ մեղքին կսկսենք զզվիլ։ Արդեն սկսել է հաղթությունը եւ որ մեղքին կզզվիս։ Բայց երբ որ մեղքը դեռ հաճելի է, վտանգ կա։ Ուրեմն հարց քեզի, ինչ բան կա քու մեջ, որ եթե ուշադրություն չունես, կրնամ վատ տեղեր բերել։ Հարցումս հասկանալի է ժողովուրդ։ Գան անակ բաներ, որ ծեր գիտեք, մենք մեզ գճանաչենք։ Ամեն, ես նայր ասեցի այն բանը, որ Աստծո խոսքին համաձայն չէ։ Խոսքը գսե անդադար աղոտ է։ Չաղոթեցիր, ձուրը սկսավ։ Խոսքը գսե հավաքույթ։ Չգնացիր ձուր, խոսքը գսե սուպկի, չգարտացիր ձուր, ասիկա հոգևոր կետնի վրայի, խոսքը գսե ները, չներեցիր ձուր, ուրիշ էլևանք պիտի կա, անպայման պամը պիտի կա, խոսքը գսե սիրե, չսիրեցիր, խնդիր պիտի կա, անպայման, խոսքը գսե մի պամպասեր, պամպասեցիր, անպայման պամը պիտի կա, ես հոգևոր կետնի վրայի, խոսքը գսե ավետարան է, չավետարանեցիր, գլխի պամ պիտի կա, մեղքը անհնազանդությունն է Աստծո խոսքին։ Եվ որքան ես Աստծո խոսքին անհնազանդ կլամ, այնքան հետևանքը մեծ է։ Դասանորդը նույն պատմությունը։ Մարդիկ կան մեր մեջ ընդհանուր հավատացյալներու մեջ, միշտ ֆինանսական խնդրեմ ունեն։ Գիտեք ինչու։ Քանի որ դասանորդի մեջ հավատարիմ չէ։ Սուպիկը գսե դուր, ինքը չի դար, է խնդրեմ ես։ Միշտ խնդիր ունի։ Միշտ պիտի լաս, որ դու դրամի խնդիր ունիս։ Օրինակ, ասի հոգևոր, կա սարակույր հոգևոր թեմա, սա հոգևոր աշխարհային թեմաներ, կորձի հետ կապված։ Քուր եղբայրներ, մենք մեզ կնենք ինչ բան գա իմ մեջ, որ ես այսօր եթե ուշադրություն չունեմ, մեծ հետևանքներ պիտի կան ինձ։ Դերորդնի մեզ, արտնացնի մեզ, որ հասկանանք եւ աղոթենք եւ բերենք Տիրոջ առջեւ։ Ինձ համար լուրջ ինքնակնության նյութ է այս նյութը։ Աստծո խոսքը, Սուրբ Հոգին եւ ես։ Այս երրորդությունն է։ Այս ուրիշ տեսակ երրորդություն է։ Ես Աստծո խոսքը, Սուրբ Հոգի, երրորդություն է։ Իրար հետ կքննարկենք, այդ մարգարեին ցայնն է, Նաթան մարգարեն, որ եկավ ասավ Դավիթ, ինչ ըրիր, Դավիթ, ինչ ըրիր։ Այդ Սուրբ Հոգին ցայնն է, որ գուքա մատը գուքացի։ Այս ինչ էր։ Բայց մարգարեն կալեն առաջ այդտեղ պետք է ցայն լսեր Դավիթը։ Իր կորզագիցներուն, իր մարդկանց, ինքը իր դեղը պետք է լա, ինքը բادرազմի մարդ էր, ինքը բարատ նստող մարդ չէր, իր բնավորության մեջ բայկարող է, եւ մենք վերստին ծնված հավատացյալներս մենք բայկարող մարդ ենք, հոգեվոր կետնի վրա արթուն պետք է գնանք։ Մենք այդ հոգեվոր բայկար, հոգեվոր աղոթք, հոգեվոր միապանություն, հոգեվոր բաշտամուն, այստեղ պետք է լա մեր դեղը։ Եթե այնտեղ չես, դու մեղքի ճանապարհի մեջ ես։ Բաց է ճամփան գամած։ Հալելույա։ Մի հատ աղոթենք ժողովուրդ։ Ունենք չէ աղոթքի թեմա նյութ։ Գտեսնես քու դգարությունը։
քու փոքր մեղքի վտանգը, որ գրնամ մեծանալ եւ մեծ դեղեր տալ։ Ես կտեսնեմ։ Ես իմ համար կտեսնեմ, Տերը ցույց կտա, գիտեմ շատ բաների մասին, ես իմ բնավորությունը լավ շատ լավ գիտեմ, ես իմ դգարությունները շատ լավ գիտեմ, ես իմ ինչը լալը շատ լավ գիտեմ, եթե ես ուշադրություն չունեմ, ես կնամ շատ վատ մարդու լալ։ Մեկը գրնասելաս իր համար։ Ես իմ համար գսեմ, դուք դերևս շատ սուրբ եք, բայց իմ համար եթե ես ուշադրություն չունեմ իմ յանքից, շատ վատ մարդ կնամ։ Սուրբ ոգին եկավ իմ մեջ, Հիսուս մեռավ, Սուրբ ոգին եկավ, որովհետեւ այդ վիճակի մեջ ինչ միշտ հաղթություն դա Քրիստոսով, այդ պայմանով որ ես հավատքի իմ բալադիս մեջ մինակ չլամ, այլ դերը լայն տակավորը ես ալ իր ծարան։ Անժամանակ ինքը գհրամայե, ես կգալեմ։ Օրհնյալ է քո Սուրբ անուն ամենագար Աստված։